Ողջույն, համեցեք Երևան, մարտի 6-ն է, 5 աստիճանա, պլուս, դե ժամն էլ տենում եք 3:15, հիմա մի հատ գնանք Բաղրամյանի վերջի մասերը էլի, որտեղ են սասը կա, մի հատ այդտեղ գործ կա, հետո Երևա, Գայի պողոտայի վրա ենք, Աբովյանի վրա ենք, հիմա էլ ես կողմն են, հա, աղաչից, ինձ սկզբից տվաց ծառահատում են անում, բայց չէ, էլ ինչ-որ փոսեր են փորել, հա, ես դիմացնել է, հա, աշխատանքներ կատարվում, թեքվում ենք Կորյուն, փորձում ենք թեքվել, առաջվա կիրովը հիշում եք, Մաշտոցի վրա ենք, հիմա թեքվեմ Իսահակյան, ես քաղաքի խցանումների ռիթմին ոչ մի կերպ չեմ կարում սովորեմ, ժամեր եմ պայմանավորվում, հետո դուրս եմ գալի, ընկնում եմ տարբեր խցանումների մեջ, Իսահակյան մտանք, թվում էր, թե այնքան ժամանակ ունեմ էլի, 3-ին տնից դուրս եկա, հա, մոտավորապես, ասեցի մինչև ժամը 6-ը կհասցնեմ գործերը սաղ, բայց հիմա Կասկադ մտանք, տուրիստները նկարում են, ժողովուրդը զբոսնում է, մոտեցանք Բաղրամյանի հետ Խաչմերուկին, գրողների տունը, վերևը այդ հյուրանոցն է, ինչա օպերասիոյիդ էլ չեմ տենում, մոռացել եմ անունը, Բաղրամյան, որ խցանում չկա, հետ լավ է, ես վերջերս ստեղ անընդհատ խցանում էր, Չեխովի դպրոցը անցնենք, ես ինչ լավ բան եղավ սենց, ես կան ազատ գնացի, Ձախից ազգային ժողովը, Աջից ակադեմիան, դες կարմիր լույսավ, ինձ թվում է նորմալ է, Ռոշան անցա, ստեղ ձախից շինարարությունը վերը սկսել են նորից, Կատլավան էին փորել շատ շուտ ու տենց էլ թողել էին, նախկին Կամոյի դպրոցը անցանք Աջից, ձախ կողմը նրանցից Նորիկն ու Ձիանան էին ապրում, ժամանակին ողջույն, Են ստորգետնյայով էլ գնում են Որբելի, ասենց մի քիչ ձախից, ահա, էլի նշանադրած, որ կանգնել չի կարելի, ես բարձանամ հենց ստեղ ելնի, արդեն կանգնելու գործընթացը պետք է սկսել, անջատ եմ կենտրոնանամ, Են մայթում Սասնա սուպերմարկետ, ես այն կողմից եկա, Բաղրամյան փողոց,
Ստեղ Biblos բանկն է։ Սա էլեկտրոնիկայի խանութ էր մեծ։ Փոխվեց դարավ բանկ։ Ու սենց Բաղրամյանով բարձրանանք։ Ստեղի միջալոց հետաքրքիր տեղ է, գիտեք, այս մեքենաները որ կանգնած են։ Այս ինչ է գրած։ Հա։ Դեսպանատունը։ Չէ, այս մեքենաների մասին է խոսքը։ Կամ առաջ ես շարժեմ նորից։ Գյումրի ստեղից են գնում։ Պատվիրել ես։ Չէ, պետք է պատվիրել։ Հա, բեսորեն դաժե, տեղը չկա համարյա։ Հա։ Հիմա իմ սպասել է անիմաստ է, թե հույս կա։ Ինչ, ես ուզես ես տաս։ Հա։ Չէ, հեմի իա ցոլար կեշտա առաջ քաշել։ Երևի ավտոն կայնստենք։ Ես գնամ մի կես ժամից գամ էլի։ Հա, իսկ ինչքան ատոմսը տղեկ։ 1500 դրամ։ Որը նստես մեկա։ Այս պետք է պատվիրես ես։ Մեծ ավտոր գնստես 3.5 է, օբար։ Որը։ Այսպես մեծ ավտոր գնստես։ Մի հոգին 3.5 է, դեմն է օրն է ստար, տարնակը 5։ Էլ մի լուրջ բան եմ խոսում։ 1500 է, օբջան, 1500։ Եղավ։ Եվ հələ առաջ կեպա։ Այս բոլորը Գյումրի են գնում, ինչքան մեքենա կա, բա այսքան մեքենա ասма տեղ չկա։ Այսօր պատը, հոպար, տեղ չկա։ Հա, տենց է։ Երկուց երբ ուզես արի, դիպը տեղ կա։ Հա, մյուս օրերը, հա։ Ոչ եվ երկու օր ֆաստը կայնի։ Հա, ստեղ չի կարելի ծխել, հա, այս դուրսը նստած խիստ է։ Լավ, գնացինք։ Ինձ են Սասի տղան ասեց սրա մասին, թե չէ ես նույնիսկ մտքովս չէր անցնի։ Բոլոր Գյումրի գնացող մեքենաները ստեղ են փաստորեն։ Հետաքրքիր են որոշը, չէ՞։ Ոնց է այդ ստացվել։ Այս կողքին է, այս բարձրը գիտեք, մետրոյի շենքն է, ուպրավլենին։ Զարմանալի է, տենց է չհասկացողս։ Այսքան մեքենա ու տեղ չկա։ Դուք ստեղ եք ապրում, չէ՞։ Հա, չեն հասկանում։ Ինչ քիպ իրար կպած, չէ՞։ Բայց ինչ-որ սենց էլի, վերաբերմունք որոշ ցուցատված։ Այս շենքը հասցեն որն է։ Հա, Բաղրամյան 70։ Այնտեղ արգելածող են դրել, որ գյումրեցիները չգան ստեղ էլ կանգնեն,
բակը զբաղացնեն։ Ես էլ այս շենքերի բակը հետևի կողմից, հա։ Պատկերացնում եք ես գարաժները ինչ դժվարությամբ են սարքել, մտել են հողի մեջ, է։ Ընկերս այդ ձևի մասիվում սենց էլի նման էր, մեծ քարեր մինչև կտրեցին բալգարկայով, բանով, հոգիները դուրս եկավ, մինչև սենց գարաժ սարքեց, էլի, նենց որ հեշտ գործ չի։ Այս մեկը արդեն Սունդուկյան փողոցն է։ Այո, Սունդուկյան փողոց, ասել փաստաթուղթ։ Այնտեղ գործս ավարտեցի Սունդուկյանի վրա, հիմա այդ վերև էլ բարձրանանք։ Քոչարով Тыквенк, Кучар. Прямо 1 километр 500 метров. Кучаров гнанг. Впереди камера на разметку. Այս ձախի վրա շենքը որ կա, Впереди камера на разметку. Արվեստանոցներ էին նկարիչների, հիմա չգիտեմ քանիսը կան ով ամնաց է, Սիրաղյան Հենրիկն էր ստեղ արվեստանոցը, Պես Վաղարշյանի հետ Խաչմերուկ անցանք, ինձ Ռիգայի փողոց է պետք, ինչ-որ ոնց որ ծանոթ անուն է, բայց տեղը չեմ բերում այդ որն է, դրա համար ես նավիգատորը միացրեցի, խոստացավ վերի, տենանք, Քոչարի վրա ենք, Впереди камера на разметку. Ես ձախից Արաբկիր առողջության կենտրոն պոլիկլինիկան էլ առաջվա Ինեսայի Ժանայի տունն էլ անցանք ու մոտեցանք Փափազյանի հետ Խաչմերուկին ես աչից Ռիո Մոլնա Через 300 метров держитесь правой полосы, а затем поверните направо на улицу Риги. 300 մետրից Ռիգայի փողոցն է, Տակիր այդ որ փողոցն է, մարդ։ Поверните направо. Էսա։ Էսա, ես կամուրջը որ կա, հա։
Ես Ռիգայի փողոցը, հա, պաստորեն։ Այդ չեմ իմացը։ Փողոցը իհարկե գիտեմ։ Поверните направо. Այստեղ։ Вы приехали. Որոշեց ստեղ ինձ կանգնացնի, հա։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր տեղ եմ անգել ժողովուրդ։ Ուրեմն սա Արաբկիրի 17 փողոցն է։ Նայեք, հես այստեղ գրած է հասցեն։ Իսկ Ռիգայի փողոցն, այո, հիմա գնանք մեզ Ռիգայինն է պետք։ Չէ, ես ուղղակի նայում էի քարտեզով էս ցույց է տալի Խեչոյան փողոց։ Այո, ճիշտ է։ Բաստեղ գրած է Արաբկիր։ Նոր անվանափոխվել Լևոն Խեչոյան։ Հա, ոչ միտեղ գրած չի, հա։ Լևոն Խեչոյանը այնտեղ վերջում է միայն գրած։ Հա, այնտեղ գրած է։ Այդքան բան որ գիտեք մի հատ էլ հարց տամ էլի։ Այս մասը բանջարանոց էր կոչվում։ Այդ ո՞րն է բանջարանոցը։ Ամբողջը, այս սեփական տների սեկտորը կամուրջից հենց մտնում եք, սա կոչվել է նախ։ Ինչի, գիտեք։ Ասում են, այդ ժամանակ ավելի շատ այդպես կանաչ հատված է եղել։ Այդպես ժողովուրդը։ Հա, տենց լավ տեղ է եղել, հա, պաստոր։ Հա, ինքը բավականին աղբարներ են սկզբից եկել, արևելյան աղամաս է եղել, բանջարանոց։ Հիմա չկան նորեկները արդեն։ Քիչ կան։ Շատ շնորհակալություն։ Ահա։ Այո։ Հասկացաք ուր ենք ընկել հայր։ Բանջարանոց։ Այո։ Լավ, մի քիչ որ ընկել ենք, մի քիչ այս փողոցով գնամ, հետո կգնամ Ռիգան։ Ռիգայի փողոցը։ Այ քեզ հետաքրքիր բան։ Բանջարանոց։ Մերոնցից Լարա Ալբերտովնա խնդրել էր բանջարանոց նկարեմ։ Դնում եք, փողոցի անունը փոխել են, բայց ցուցանակները մնացել է։ Մի խոսքով Արաբկիրի 17։ Հետո սենց ինչքա պետք է գնամ, գործս մնաց ընդեղ։ Լավ մի քիչ էլ իջնենք։ Ես ինչ իմանամ Լարա Ալբերտովնան որտեղ է ապրել։ Էս փողոցը Լարա ջան, ձեր խնդրած։ Ահա, ես այստեղ գրած է։ Լևոն Խեչոյան, այո։ Դերում եք խառնա նոր առանձնատներ կան, հիները կան, ստեղ հին հասցնա գրած Արաբկիր 17, 2, ուրեմն ստեղից է սկսում այդ փողոցը, կարանք հանգիստ ստեղից հետ գնանք, են էլ կլնի եսին որ համարը Արաբկիր, հա, եթե չեն փոխել, այս լավն է սուրանին, Գեղեցիկ է էլի։ Լավ ես եթե գրած էլի գոնես փողոցներ իմանանք։ Բայց Ռիգային որ զարմացրեց այն որ ես այդքան վաղ Ռիգայի փողոց պաստորեն։ Փողոցը իհարկե շատ լավ գիտեի, բայց անունը չգիտեի։ Հիմա ես մեկումից իմանանք այս փողոցի անունը։
Այս փողոցի անունը կարող է իմանաք։ Չէ։ Նեմի համար կրնի էլի երևի, չէ։ Լավ, գնացի ժողովուրդ, գնացի Ռիգայի փողոց։ Էսի Լևոն Խեչոյան։ Հաջան։ Լևոն Խեչոյան։ Էդ տեսա, բայց այնտեղ Բայց էդի այնտեղ գրած է Խեչոյան 2, այսինքն պրծավ այդտեղ էլի։ հա, ստեղ։ Սա ուրիշ է։ Նախնում Արաբի 10 փողոց է։ Ճիշտ եք, այնտեղ մի քանի տեղ գրած է 17, մի քանի տեղ։ Բայց ես մեկը չեմ իմանում։ Դուք ստեղ եք ապրում։ Հա։ Չէ, այս փողոց չեմ ապրում։ Այս թաղամասը բանջարանոց է, հա։ Հա, էսի բանջարանոցն է։ Ու որ թվին են եկե։ Ռիգայի փողոցն է։ Ռիգային է, հա, ես դե շատ լավ այդ փողոց։ Ինձ Ռիգայինն էր պետք, ուղղակի այդ նավիգատորը բերեց ստեղ կանգնացրեց, նայեմ տնեմ։ Ռիգան տենց իջնում է։ Հա, Ռիգան գիտեմ, գնում եմ Ռիգա հիմա։ Ռիգան մի հանդես էս պատտվում է այս են վիսոտնի հետևով էտել է Ռիգա։ Որ վիսոտնի։ Փակուղի է, այս դիմացի վիսոտնին։ Այս սպիտակը թե այս։ Այս ձախ կողմի սեփական տների հետևն էլ է։ Հա։ Ռիգայի փակուղի է այդի։ Հա։ Իսկ այս ռայոնում ինձ մեկը ասաց, որ նորեկներն են ստեղ սկզբից բնակվել, էլի։ Էսի բանջարանոց է դրա վար կոչվել, էսի այգիներ են եղել։ Ստեղ եղել են այգիներ։ Բա ուր են։ Դե տներ են սարքել պետությունն այն ժամանակ։ Որեն չկա։ Իսկ դուք եւ ո՞նց եք ստեղ ապրում։ Չէ, ես այն շատ հին բնիկն Հա, ինչ եք, հա։ Հա։ Դե լավ, ես գնամ, ձեզ լավ որ, ստեսն ձեզ։ Հեսա, եկա ստեղ կանգնեցի, տեղ կար։ Բայց լավ էր, պտտեց։ Հեսա, ստեղ արաբկիրի 17 գրած։ Այսենց առանձնան տներ կան։ Բանջարանոց։ Հա, այն կողմն էլ է Ռիգա կոչվում։ Ես թվում էր այն վրացականն է, չէ։ Վերևա, չէ, ավելի ընկնում, հա։ Սա, Հա։ այն հետևն էլ է Ռիգա։ Սա Ռիգա է, ես չգիտեի ես փողոցը, հա։ Բաշե Դավիթը մի մոմենտ ստեղ վարձով ապրել է այս կողմերը։ Կարող է վերջը վարձվի տղայից հասցեն եղել է Ռիգայի փողոց այն արդ։ Կոնկրետ բանա, պիտի կարող է իմանամ։ Չէ, ես համարը ունեմ կգտնեմ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Սենց մի հատ նորակառույց շենք է, էլի էդ է ինձ պետք։ Հիմնականում ներքևն են։ Հա, հա։ Այս որ այս կարմիր շենքը կա, այդ հատվածն էլ աղի կա։ Շատ շնորհակալություն ձեզ։ Դե կամ այս շենքնակ ամեն մեկն է, ես եմ այդ։ Ռիգայի փողոց։ Հա։ Այն է։ Ռիգայի փողոց։ Դե ես այդ ժամանակ սենց էլ կիչնեմ, էլ կոմիտաս չեմ գնա։ Արամ Խաչատրյան Մանումենտով կիչնեմ էլի, չէ։
Սենց էլ կարելի է գնալ մանումենտ, սենց էլ է կարելի գնալ, կորոշենք ոնց գնանք։ Սրանց չենք, ոնց են մտնում, այ մարդ չվայմեց է հարցնում։ Ես հələ բանջարանոցի տներից է։ Ես շենքը ընդեղից են մտնում ներս։ Հաջան։ Ես փողոցից։ Հետևից։ Պարզը։ Ես ժողովրդի ասելու ես սաղ բանջարանոց է։ Հետաքրքիր էր։ Լարա Ալբերտովնայի շնորհիվ հələ այս տանտիրը կհարցնեմ խաբար է, որ բանջարանոցում է ապրում։ Էր ինչ ասեց, են հետևից է մուտքը։ Լավ է շենքը պարզ է, ոչ բակ ուներ, ոչ բան ուներ, ես անջատեմ, հետաքրքիր չի։ Թե մտնեմ, սրտիկի մեկա մտնելու եմ նատ։ Ես է մուտքը պագը ասեց, թե ինչի չգիտենք։ Այո, հələ տեսեք ստեղ ինչ է կատարվում։ Վատ տեղեր չի էլի, պրինցիպի չէ։ Հեսա աղբանոց ընդեղ մի հատ էտ շենք ես մի բանջարանոցի շենքում ոչ մեկը չի բնակվում Այսօր են զողարկեց, ժայ մարդես ասեց ինչ-որ լսել եմ տենց մի բան ասում լսել է մի թեթև մի խոսքով բանջարանոցը շատ շուտով կվերանա սենց մեծ շենքեր, էլ ինչ բանջարանոց Հիմա ես մարդը, որ ոչ մի կերպ չծախի իր տունը, ինչ են անելու Այն մեկին արդեն վթարել են ոնց որ թե Դες շենքերը կուզենան էլի, չէ, բակ ունենան երևի եսում ինչ Լավ Հին ապրողներին նեղում են Գնացինք Ստոր գետնյայով, տեղատեղին Լավ է ներքև էր Լիֆտը աշխատում աշման Սա մանր տներ են տենում եք ու սենց շենքեր Չնայած մենք ես կողմերում նենց լավ առանձնատուն էր մի հատ են ներքևը սենց փողոցում գործ արեցինք լավ գնացինք գնամ մեքենան վերցնեմ Ես մեկով չէ, մի հատ ներքև փողոցով կգնամ դեպի մանումենտ Բաբայան փողոց էլի դուս կգանք Հա, բայց այն խաչմերուկից թեքվել չի կարելի
Դեպի աջ, դեպի ձախ ներևություն, վելով ստեղից կմտնեմ, ինձ Բաբայանն էլ այդ արքում ուզում եմ Բաբայանով անցնեմ էլի բայց ինչ-որ տխրություն է այս բանջարանոցից էլի նայեք մարդիկ տներ են կառուցել չնայած ինչ անես այս ռայոնը ոնց խելքի բերես շինարարն էլ են կոմից վրա են տալի ձեռք բերեք բնակարաններ անմիջապես կառուցապատողից այն է պատողանից նայում բալավ ես որ 12-րդ հարգումներ ապրեր ինչ էր մտածում կթողեի հետ կգնայի պարզո, չէի մտնել լավ Ես էր չէ ոնց էր Լևոն Խեչոյանը չէ, սա չէր այն մարդ Են վերև, այս շենքը արջևն էր Ճիշտ է էլի, ասես չէ, առաջի սպիտակ շենքը վերևն էի Տենում եք ինչ առաջադեմ աղբամաններ ունեն իմպորտնի Այն մեկը գրել է վաճառվում է Ես մեկը չէ, դեսա չի տա ոչ մեկին իրա տունը Ոչ էլ ես Ես որ տան համարը իմանայի Պաստորեն նավիգատոր ես աստեղել կայլա կանգնել Անդեղ ինձ կտաներ այն մեքենա որ թեքվում ասենք թե ու ոչ էլ կիմանայի որ սա բանջարանոցն է բալ առաջ են սենց բաներ էլ է պատահում Այսինքն ամեն օր որ նկարում ես հասկանում ես որ սենց բաներ կյանքում Շատ ավելի շատ է պատահում, քան թե դու մինչև այդ սպասում էիր, որ կատարվում է Ես էր այն մարդ Ես խեմ այդքան հեռու գնացես, հենց ստեղ ասեց վիպրի ехали Բայց ոնց որ ասեց սվերնիչի, չէ? Էդ էլ է էլի հանելուկ Ես էլ ոչ մեկը չի թողի, որ քանդեն Ես մեծ առանձնատները պաստորեն լուրջ տորմոզներ են նորակառույցների համար Օ, սա, ես ինչ է Արաբական ու Եգիպտոսի, հա? Embassy ես եմ, այն մեկը չեմ լավ Եգիպտոսի դեսպանատունն էլ իմացանք ստեղել են հին ստորբերը մնացել են, փայտից Սրա պատճառով ասում էին խեղճ էլեկտրիկներին պոլիտեխնիկում էլեկտրիկ ստորբի կապիկ, չէ՞, հիշում եք, չանգալները բարձանում էին
Գնացինք։ Լևոն Խեչոյան փողոցից գրով էր, բանաստեղծեր չէ, ոնց որ նա պետք է նայել։ Ոստատ չգիտեմ։ Ահա, այս էլ Ռիգայի փողոց։ Հետաքրքիր է, Ռիգա գաստրոնոմ կար մի վաղտ։ Հա? Որտեղ էր, գիտեք որտեղ էր։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը էլ այնտեղ։ Մի րոպե, Արտաշնոցի ոնց որ բակում էլի։ Հետո դարավ, ինչ դարավ, Գարձիրով դարավ։ Ես չհարցնեք ինչ փողոցա չիմացա, տենց էլ, այ, Այստեղից իջնենք։ Այստեղ են, հա, ինչ մեծ պլաններով գործեր են։ Հələ մի վարքան էլի։ Ես ես փողոցից դուրս եկա նոր ու աչքիս սենց բան երևաց ագին մեծ թաղամասա կաստորեն հետաքրքիր է ոնց է կոչվում Միապե ներքևը որ կանգնեցի մի հատ ցուցանակ աչքովս ընկավ հələ գնանք El սև շենք առնելու, el սպիտակ շենք նկարել են, հա, սենց էլ առնելու, հա, լտեսեք ինչ աստիճանի նման ես էլ երևի բանջարանոցի բնակիչներն են ես կողմը Այստեղ լիքը մարդ է, չէ, ապրել հաստատ անկասկած Вообще-то հեսա, ստեղ գրած է Sandy Towers AM Են էլ հեռախոսի համար հայր Զանգ տվեք, բնակվեք Ես քան տեսակի շենքեր է, հա, առնելու ստեղ Հա, հեն էլ աշխատում է կռունկը Ես էլ սենց բակ Այս էր ցուցանակը մեծ Լավ գնացի Գնացինք Այս ձախ կողմից դպրոց էր, հետո գիտեք ինչ դպրոց էր Ահա Պետք է որ հիմա Բաբայան փողոց դուրս գանք Այս մեքենան ընդերից է գալի կարծեմ Այո Ստեղել են կառուցում
Դեստեղ շատ չեն կառուցի, որտեվ առանձնատները վախտի նահակին զբաղացրել են փողոցը։ Ստեղ կհիշեք, չէ՞, Բաբայան փողոց հյուսիսային ճառագայթ կար։ Այդտեղ էլ մի րոպե կկանտեն մեկ ինչ առանձնատներ են աչից։ Ես աստեղ միտեղ հարմարացնեմ մի րոպե։ Ես այդ հյուսիսային ճառագայթը ընդերել են հակակոնստրուկցիոն շենքն է, որի առջևում արդեն Վահագն Դավթյանի այգին է։ Ես վերջերս եղանք, չէ՞։ Այս սրանցից մեկը այբ դպրոցն է, ցածր դասարանները։ Կարծեմ այս մեկն է։ Մի խոսքով սենց թաղամաս, սենց բարձացել ենք մենք, նկարել ենք այդ մասերը։ Այս Բաբայան փողոցը, այս մասն է զարմանալի ու շատ տխուր, նույն ձևի հող, քանդած, այսքան առանձնատներ են ստեղ, հլենայեք, ընդեղ միտեղ, ոնց որ թե Ճապոնիայի դեսպանատունն էր, ու սենց զզվելի ճանապարհ, այսքան հատվածը դժվար է ստեղից ընդ չես հասկանում այ մարդ, այս կողմն էլ սաղ առանձնատներ, այս կատլավանն էլ արդեն 100 տարի է սենց փորած է։ Այն մեկն էլ ընդեղ ինչ-որ մի հատ սուպեր առանձնատուն է, բայց է կարգին տեղը չբերեցի, ինչ-որ մի հատ այն ժամանակվա խոշոր պաշտոնյա էր։ Դա դուրս է գալիս փաստորեն այդ առանձնատունը։ Այստեղ հիշում եք, մեծ անտառ էր էս աղմախությունների համար սաղ կտրեցին, իսկ այս մեկը սենց էլ կանգնեց էս Բարիսպի հետևը կատլավանա մեծ խորը փորած ու կանգնացրել են աշխատանքները, անտառ վերացնելը վռռազ արեցին, բայց հետո ինչ-որ ինչ-ինչ պատճառներով լռվեց, տեսա կառուցեց, նախտ, ու այն մասերն է դե արդեն հասկացեք, ես 50-ամյակին մոտիկ տարածքներն են հուշարձանը 50-ամյակին նվիրված այսքան բան գնացինք Փաստորեն ես ընդեղ միտեղ հարցեցի տենաս այս ինչ փողոց է ու դպրոց էր ընդեղ դա Բաբայան փողոցն էր հիմա նոր հասկացա Բայց հետաքրքիր է ինչ դպրոց էր, չիմացա։ Դարավ 5-ը, հա։ Լավ է, տեղավորվում եմ։ Եթե հիմա մի հատ խցանման մեջ չընկնեմ, Բաբայան փողոց։ Ու ընդեղ խաչմերուկ ազատության պողոտա իսկ առաջ ոնց էր կոչվում ազատության պողոտան ինչ-որ չմշում չհասկացա ստեղից թեկել չի կա էլի մենակ ուղիղ է գրած ինչի էր Որը մի բան հնարում են այ մարդ Ես որ մտամ ստեղ Հա, ստեղից կարելի է Քեզ բան
Սուետաֆորը չկա։ Լավ, սպասենք են մեկը փոխի լույսը։ Գնացինք։ Ոստերեն ես բենզակալունքյոն չլներ, հա։ Անկատ բաներ։ Հա, հենա հետևիցս մեկնել է իմ նման գալի։ Այս էր էդ առանձնատանը, որ ցույց տվեցի։ Ում նա չգիտեմ ճիշտ ասած։ Մերում գրել էին վախտին, բայց չեմ հիշում։ Այս կողմը, այս առանձնատունը անտառը կտրեցին են կոմեն Ռեդիսոն չեմ անում ինչ իրանոցը, այդտեղ էլ ենք մտել, պտտվել, մեջնել եմ վախտին նկարել։ Ես ոստեղ ասենց շենքեր են կառուցել, ոչ բարձրահարկ։ Այս ինչա մոդենա։ Սա ավարտած ես չեմ տեսել ես շենքը։ Լավ ես էր հերիքա։ Նորակառույցներ։ Գնանք կենտրոն։ Ես ճիշտ գնացի ժողովուրդ։ Չէ, երկը սխալվեցի։ Սարավանջի է, բայց էլ վանջը չի։ Իսկ կարող է նա, ով գիտի։ Լավ կլնի են ելնի։ Ամբողջ քաղաքը երևում է, Արարատը բացակայում է։ Են էլ Զեյթունի շենքերն են, նորակառույցները, այս կողմը ափսոս ձեզ չի երևում։ Ինչ են սարքի։ Լիքը մեքենա է կանգնած, երիտասարդական պալատն է։ Վաճառքի համար մեքենաներ են, նոր մեքենաներ են։ Բայց տենում եք Փարիզով փակել են։ Ու մեծ կատլավան է փորած։ Ինչ են անում մարդ չի հասկանում։ Ես էլ իհարկե սխալ դուրս եկա։ Մյուսով պետք է գնայի։ Եկա ուր, հերացի էլի պաստորեն։ Ամեն ուր ստեղով գնում եմ։ Այդ երկու Սարավանջի փողոցները, դե Ազատության փողոցից որ իջնում ես, երկու հատ են, չէ։ Ամեն անգամ չեմ կարող հիշեմ, որ իրանք սխալ տրամաբանությամբ են։ Եթե դեպի ձախ ես գնում, իջնում ես այն հին ճանապարհով։ Իսկ եթե դեպի աջ ես գնում, խոսքով հասկացաք, դուրս ես գալի այս իմ դուրս եկած տեղը, էլի։ Երբ որ իրանք որ Ազատության փողոցից, ոբշեմ, դարսա, երկար չասել։ Աբովյանի հրապարակ։ Ընդհանրապես մարդը որ սխալվում է, հետո սկսում է արդարանալ շատ տխուր լսել է։ Հիմա դեպի Արամ Խաչատրյանի արձան, հա։ Այո, լավ շուտ է, բայց լավ է, մինչև տեղ գտնեմ կանգնելու։
Այս լուկերը ժամանակին նենց անտաղանց սարքել են, ես ասվալտ գցողներն է ոչ մի կերպ չեն կարում ուղեն դրանց սխալը։ Այսինքն փողոցը բարձրացել է, լուկերը ներքևն են մնացել։ Եկեք էլի կորոնով է գնում։ Սստեն քանդել։ Այսօր ստեղ եղել ենք, չէ՞։ Դեժավյու չի մոտս։ Ես անգամ Տերանով կիչնեմ։ Անգնեցինք ուսանողությանը ճամփուդ ունենք։ Դուք պատկերացնում եք մի տարի թե երկու տարի երբ են այդ ուսանողական քաղաքը։ Այս փողոցները սաղ դատարկ են մտնելու։ Ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, ասենք պոլիտեխնիկի տեղը ինչ է առնելու այդ մեծ շենքերը, կորպուսները։ Ինչ բարձ չի։ Հետաքրքիր է, որ դրա մասին բան չեն գրում, անդադ գրում են այն են կառուցում, բայց սրանք ինչ են ելնելու, ասենք կոնսերվատորիայի շենքը, այն ինչ ասում։ Ասում արի ստեղ կանգնի, եկա։ Կամ համալսարանը պատկերացնում եք այդ շենքը։ Չգիտեմ, դրա մասին ինֆորմացիա ունեք ժողովուրդ։ Ես մի անգամ չեմ հանդիպել, որ այնտեղ կառուցում են, այսքան ժամանակում կպրծնեն, այսքան ներդրում եւ այլն, այդ լսել եմ, բայց այս եղածները ինչ առնելու, չգիտեմ։ Տերյան փողոց, գրքի պալատը նախկին Աչից, հիմա չսխալվեմ, ստեղից թեքվեմ։ Թե չէ եները գնացին մտա Մոսկովան։ Թեքվենք Իսահակյան։ Հայ չեն անցնել ես երեխեքը։ Այս սլակներն էլ հին թողել են նկարած, սաղ ինչ-որ թարս-մարս փողոցի վրա են, դժվար գործ է, հա, սլակներ ջնջելը։ Այստեղ ավտոբուս է նկարած, դա ես է պետք է թեքվեմ, այնտեղ էլ մարդիկ են հելի քշել։ Ստեղա կոնգնը ծանր կյանքը մեկ հասանք շատ անհավես թողեցին մտա Մաշտոց այնա տնանք Մոսկովյան անցենք մտնելու հələ 25 րոպե կա լավ որ սենց շուտ եմ եկել Այս Սայաթնովան է, եկեք ես գնամ մի հատ են Տոմ Սարկղի մոտ, տեղերը ինչ-որ թե սխալ են տվել։ Ես ինչ լավ ազատ է Սայաթնովան
Ես ոնց է երաժշտություն չեն միացրել։ Նիկոլայոս Վարդանյանը կհիշեք են Կարմիր կամուրջ ռեստորանում նվագում էր լավ է սենց նայելով որ բանանում կուշանամ արդեն Չեմ նայում, Սելին Դիոն Չհասկացա ուղղակի իր երգերն են անանում սենց բան են անում այ մարդ Ես լավ Լավ է էլի Ես գոնե իսկական եմ, թե էլի Նվագախմբի պատմություն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Ասել Էդուարդ Թոփչյանը Էլի այս տղան իր անհայտ երաժշտությամբ լավ է, բաց է, մութ էր, ասեցի կարող է փագա, լավ ես հարցը լուծեմ, այս ինչ պատմություն դուս եկավ, ասեց կենա ներսը, 10 րոպե սպասացրեց, վերջում ասեց կենա ներսը կանեն, ես չեմ կարում, ինչ-որ ապարոտը չի աշխատում, թե ինչ է, Սկսում եմ հեսա ուշանալ, 5 րոպե մնաց տղաներին հանդիպելու Լավ զանգ կտամ երևի, հա, այս աստեղ էլ կա Վերջ, ուղիղ ժամը 6-ն է, տղաներին էլ զանգ եմ տալի, ասեմ մի 5 րոպե կուշանամ Երկուսի մոտ է զբաղված է, իրար հետ են խոսում, ինչ չգիտեմ Հայր ջան լավ մնաք ու երկու հատ հասարակ մարդկային ցանկություն ունեմ Ոչ մի դժվար բան, միշտ առողջ լինեք և խաղաղ լինի Խաղաղությունը լինի հասանելի Ահա եկել են, ես նկարում եմ որպես փաստաթուղթ, որ ես մեղավոր չէի Տեսակ 25 րոպե առաջ տեղ էի 5 րոպեանոց գործը 20 րոպե տևեց Ես արդեն տրադիցիա է դառնում ավանդ Հենց մոնտաժը պրծնում եմ զունա սկսում 1:20-ը
Բայց 3 աստիճան է պլյուս։ Գնանք վաղ ինչ կրնի։ Համնայն դեպս այս մեքենաների վրա ահագին նստել է։ Լավ։ Վաղը կիմանանք։ Այսինքն արդեն վաղն է, 1:20։